Ունացել աղեկություն չունենք, հարցնենք տեսնենք ոնց է։ Չգիտեմ, բայց կարանք աշխատողներից հարցնենք։ Շուշի, հողերիքին չես ասա, որ այստեղ ենք։ Միշոյին վերցնիկա տրամադրությունը չբարձացած նորից ընկնի։ Տնից դուրս գալուց առաջ չէի կարա Երիկին չասեի, բայց հանգիստ տեղի չեն գա։ Հաստատ, եթե գալու են, ես հենց հիմա տուն եմ գնում։ Ասեցի հաստատ, հանգիստ տեղի։ Մար, բայց Միշոյի հետ չես խոսելու, հնարավորություն չես տալու, որ բացատրվի։ Ինչ բացատրություն պետք է տա Շուշի։ Ես իրան հնարավորություն չեմ տալու, իր արածը ներում չունի։ Երեխեք ջան, էստեք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք էլ ձեզ էինք փնտրում։ Ջորջը ինչ գնացել է, իրանց տեղեկություն չունենք։ Կամ շատ զբաղված է, կամ էլ մեծ է սկսել մոռանալ։ Ինքը ձեզ մոռացողը չի։ Իրան էլ հասկացեք, համ աշխատումը, համ սովորումը, դրան մեկ ժամանակը չի գտնում, որ կարողանա ձեզ հաճախակի զանգի։ Մենք տեսնեմ որ ժամանակ է։ Չէ, հələ մի քիչ շուտ է, բայց եթե մի քիչ սպասեք, կարամ իրան զանգեմ, մենք վիդեոզանգով խոսանք։ Ահա, մենք դեռ այստեղ ենք, որ ստացվի շատ լավ կլինի։ Շուշի, բայց հաստատ չեմ գալու, չէ՞։ Հա, Մարի։ Միշոն հիմա այն վիճակում չի, որ գամ։ Այսինքն, ինչ հարավել Միշոյին։ Նոր ուրիշ բան էիր ասում, հիմա անհանգստանում ես։ Շուշի, եթե ես ասում եմ, որ Միշոյին չեմ ներելու, այդ չի նշանակում, որ չեմ սիրում իրան։ Գիտես, այդ ավելի դժվար է, երբ այդ մարդուն սիրում ես, բայց չես կարող իր կողքին լինել, իրան գրկել։ Այնքան սիրուն ես ասում։ Հա, Շուշի, բայց այդ ամենը փշրվում է այն ժամանակ, երբ երազանքներդ իրականության հետ է բախվում։ Միշոն ձեռքը վառել է։ Ոնց։ Որտեղ է վառել։ Ոնց, Շուշի։ Չգիտեմ, Երիկն ասեց, որ գնացել է դեղ գնի, գնա իր մոտ, բայց ասեց, որ վերքը շատ խորն է։